օգնությամբ։ Օրֆանյանն անընդմեջ զեկուցում է գունդ և տեղեկացնում դրությունը գնդի հրամանատարներին։ Շտաբ օգնական ուժ է խնդրում։ Հրամանատարը այդ պահից սկսած թողնում է ղեկավարությունը կապիտան Ուրֆանյանին և հանձնարարում շարժվել ըստ պահի անհրաժեշտության։ Դիմացեք, գալիս եք տղեկ, ասում է նա։ Զեկույցից հետո Ուրֆանյանը վերցնելով զենքն անմիջապես դուրս է գալիս միանալու խրամատում գտնվող իր զինվորներին։ Օրֆանյանն իր փոքրաթիվ և քաջ զինվորներով ուժգին և անդադար կրակ էին վարում հակառակորդի ուղղությամբ, որոնք շարունակում էին մեծ քանակությամբ մոտենալ հենակետին։ Շարքային Քյարամ Սլոյանը և կապիտան Ուրֆանյանը կրակ էին վարում նույն խրամաբջջից։ Նրանց կողքի խրամաբջջում Ռոբերտ Աբաջյանն էր, իսկ նրա կողքին Անդրանիկ Զոհրաբյանը և Մուշեղ Թովմասյանը։ Թշնամին շատ էր, իսկ փամփուշտներն արդեն սկսում էին սպառվել։ Կապիտան Ուրֆանյանը զգուշացնում է տղաներին, որ կրակ վարեն խնայելով փամփուշտները և ոգևորում նրանց։ Տղերք ջան, դիմացեք, շուտով մերոնք կհասնեն, պիտի ինչքան հնարավոր է պահենք դիրքը, ոչ ոք չհամարձակվի զոհվել։ Եվ տղաներն անկոտրում շարունակում են պայքարը մեծաքանակ կորուստներ պատճառելով ազերի զորքին։ Հանկարծ թշնամու տանկերից մեկն անսպասելի հայտնվում է հենակետ 116-ի խրամատի վրա։ Կապիտան Ուրֆանյանն անմիջապես հրաման է տալիս տղաներին տեղափոխվել և դիրքավորվել ավելի ետ, տանկի նշանալության տակ չմնալու համար։ Իսկ ինքը նռնակով վազում է դեպի տանկը, նետում այն թշնամու տանկի վրա և պայթեցնում։ Երբ նա ետ է գալիս խրամաբջիջ, Սլոյանը զեկուցում է, որ ևս մի տանկ է գտնվում շատ մոտ հեռավորության վրա։ Այդ պահին մոտակա խրամաբջջից լսվում է Աբաջյանի ձայնը, ով հարցնում էր կապիտան Ուրֆանյանին, թե ինչպես է դրությունը իրենց կողմում։ Անսպասելի թշնամու տանկերից մեկի արկը ընկնում է ուղիղ Ուրֆանյանի և Սլոյանի խրամաբջջի վրա։ Նրանք նույն պահին զոհվում են։ Այս ամենը տեսնելով տղաները ցավի և զայրույթի բղավոցներով ավելի ուժգին կրակ են բացում թշնամու ուղղությամբ։ Ազերի շներ բղավում են նրանք։ Տղերք ինչով ուզում են թող գան, սրանցից ոչ ոք չի անցնելու ու չի վերցնելու մեր դիրքը, բղավում է Աբաջյանը։ Թշնամին սակայն չի դադարեցնում իր կրակոցներն ու գրոհը։ Նրա արձակած գնդակներից մեկը դիպչում է Անդրանիկ Զոհրաբյանի կրծքավանդակին և նա ծանր վիրավորված ընկնում է։ Աբաջյանն անմիջապես նրա կողմ է մեկնում, օգնում վեր կենալ և տեղափոխվում են բոլորի հետ միասին ավելի հետ։ Դիրքավորվելով հերթափոխի դիտակետում Աբաջյանը կապ է հաստատում գունդ և զեկուցում, որ վիրավորն է դնել։ Կապիտան Ուրֆանյանն ու շարքային Սլոյանն էլ մահացել են, իսկ փամփուշտները շուտով կվերջանան։ Գնդի հրամանատարը նահանջելու հրաման է տալիս, ասելով, որ այլապես նրանք կզոհվեն։ Աբաջյանը պատասխանում է. «Չենք նահանջելու, կսպասենք մինչև հասնեն օգնական ուժերը և կմնանք մեր դիրքերում ու կկռվենք մինչև վերջ, ինչպես որ